Սրտանց փառք Տիրոջը, իրոք որ Տերը մեզ ուրախացնում է, շատ ուրախություն է լցնում Սուրբ Հոգու ուժեղ լեցունություն, զորություն կասեն, որ մեր հոգիների մեջ մենք վայելում ենք, գոհանում ենք Տիրոջից, իրոք Պենտեկոստեի տոնն է, շնորհավորում եմ ձեր բոլորիդ այդ տոնի համար եւ փափագում ենք, կամենում ենք, խնդրում ենք Տիրոջը, որ ովքեր մկրտված չեն, Սուրբ Հոգով մկրտվեն եւ լցվեն այդ շնորհքով, որը որ այդ օրը առատորեն տրվեց 120 հոգի մեկտեղ միաբան էին, ես ճիշտ ասած այդտեղը ուզում եի կարդալ, նորի կարպերը կարդաց, բայց դելի կարդամ։ Կարդա։ Ինքը շատ օրհնյալ տեղ ասեներ, տեսեք, եւ երբ Պենտեկոստեի օրը հասավ, ամենն ալ միաբան մեկտեղ են, իրանք միասին հավաքված են միտեղ, ու հանկարծակի երկնք են ձայնը եղավ սաստկաշունչ հովը, մեկ Երևանում ուժեղ փոթորիկներ ելնում է, չէ՞, այս կառիշները պոկում է, այդ տենց քամի եկավ։ Ու սաղ այդ ռեգիոնը վազեցին այդտեղ, գիտեք, այդպես յուրահատուկ բան է, ոնց որ տնից ելնես տենա սաղ քաղաք հավաքվել է ոտերի տակ, էս ինչ է կատարվում։ Եվ մկրտվել էին իրանք հովի ձայնի պես եւ բոլոր տունը լցրեց, ուր նստել էին, եւ բաժանված լեզուներ երևցան իրենց որպես թե կրակի, ու այսպես համուց բացի կրակն էլ երևաց։ Հետարքիր է, չէ, առաքյալները հիացած նայում էին, մտածում էին, սուքի մեջ էին, վախի մեջ էին, Տերը խաչվել է, մահացել է, հարություն առե, բարձացել են, մնացել են մենակ, եւ Տերը ասում էր, որ լավա որ ես գնամ, որտեվ եթե ես չգնամ, Սուրբ Հոգին չի գա, բայց ես գնացել եմ, հիմա իրանք նայում են, ի՞նչ ճակատարում են, որ պատկացեք, սա կրակ կլինի օդի մեջ։ Մենք է Սուրբ Հոգով զորությամբ լցված, այդ քամիներ ստեղ պատտվի, ամբողջ ներսը սկսի բորբոքվել Տիրոջ սիրո զորությամբ, չէ՞ ասենք։ Եվ այդպես էլ կար այդ պահին։ Եվ իրանք տեսնում էին, վայելում էին, ժողովուրդ ջան։ Աստված մեծ կանչելի հասկացան, որ այո, ինչ լավ է, որ Տերը գնաց եւ Սուրբ Հոգին եկավ եւ հիմա իրանք աստվածային փառքը վայելում են։ Ես շատ կփափագեի, որ ամեն մի ոք էստեղ որ գալիս է, վայելի այդ փառքը, որպեսի իմանա, որ իր կյանքը ում համար է ինքը զոհաբերում։ Պարտադիր չի մեռնելու մասին եմ ասում։ Ասենք մարդը ունի իր կյանքը։ Այսպես գրված է հայտության մեջ, եւ ասում է իրենք չսիրեցին իրենց կյանքը, բամ կյանքը սիրեցին, այդ Սուրբ Հոգու կենթանի ներկայության այդ փառքը։ Ամեն, հալելույա։ Սուրբ Գրքում գիտեք ինչ է ասում Տերը Հակոբի համար, ուրիշ մեկի համար չեմ լսել։ Ասում է Հակոբի փառասիրությունը սիրեցի։ Ես միշտ իմացել եմ, որ փառասիրությունը շատ վատ բան է, որտեղ մարդիկ որ փառասեր են ելնում, չէ, ես այս պաշտոնին եմ, ես 30 տարվա ապաշխարած եմ, դու ով ես, իմ ակազներով եմ լսել։ Այս բառերով ասում ես, չէ։ Ասենք փառասեր է, բայց այս փառասիրությունը Աստված չի սիրում։ Էսի մարդիկ էլ չեն սիրում։ Ասենք հիմնարկը որ մեկ անդադ ասում է, ես լավն եմ, ես եմ լավը, սաղը թե ես ոչ մեկ չի սիրում, չէ՞ իրա։ Փառասեր է ինքը չեն սիրում։ Կամ ասենք շատ ճոխ հագնվում է, իմ խմբում մի հատ էս քույրի կար, շատ ճոխ էր հագնվում, այնքան էր քսվում, այնքան էր սես պշնվում, սա շշմած նայում են իրան։ Ասեք պաշտամունքի։ Մարդը սիրում էր Աստծուն, բայց այդ փառասիրությունը չսիրեց Աստված։ Բա որ փառասիրությունը սիրեց, որ Հակոբը սիրում էր այդ փառասիրությունը։ Հակոբի, նշում է Հակոբի փառասիրությունը սիրեցի։ Գիտեք Հակոբը ինչ էր տեսել։ Հակոբը շատ հետարքիր, մի քիչ հարաճճի ազնվորություն է, չէ՞, սա խապելով, ֆրսնելով գրմեր որ Աստծո օրհնությանը հասնի։ Ճիշտ է սխալ էր ոնց որ անում այդ պահերը, պետք չէր օրը խապել, աղբորը խապել եւ դրանով ինչ-որ մի բանի պիտի հասներ, տեսնում ենք որ այն ինչ-որ երազում էր, դա կողքով անցավ իրա։ Հետո Տերը ասաց, լավ, Հակոբ ջան, որ դու սիրում ես իմ փառքը, Աստծո փառքն էր սիրում։ Եվ Տեր Հիսուսն էլ ասեց, ինչպես դուք կարող եք ինձ հավատալ, որ իրարից եք փառք փնտրում, որ մեկ փառքը Աստծուց է։ Աստված չասեց փառասեր մեղի, ասեց Աստծո փառքը սիրի։ Մարդուն Աստված է փառասեր ստեղծե, որ Աստծո փառքը սիրի, գիտեք խի, որ Աստված իր փառքը ուզում է տա քեզ։ Ասենք մի հատ բան ասեմ, էլի, ենթադրենք դու
Պուտինի բարեկամն ես, գիշերը որ քնես, կգա սաղ գիշեր հետևի քեզ, որ հանգիստ քնես։ Դες բան կանի։ Որից է մի թակավոր մի անգամ իր ծառային տես բան արել, հա։ Ես չեմ հիշում տես պատմություն։ Բայց Սուրբ գրքում ինչ ա գրած, եղբայրը նոր կարդաց։ Ես քնեցի, արթնացա, Պարտիրոջը, որտեվ Տերը ինչ էր անում։ Իա, պարտավոր, հա։ Ես քնեմ ինքիս պահի։ Այդ խաբա գալի կանգնում նայում։ Ես քնում եմ, երազ եմ տենում, չգիտեմ ինչ վիճակների մեջ եմ մնում լավ ու վատ, բայց գրված է, որ ինքը պահպանում է։ Միայն մայրը կարող է գիշերը չքնի պահպանի, այն էլ սաղ գիշեր չէ, ոնց են քուն տարմա քնմա, չէ՞ սենց։ Իսկ գքում ասում է Տերը չի մռափում, այդ մռափը չունի, սենց։ Սենց նայում է քեզ, ու աշկերը անթարթ նայում է քեզ։ Այդ խիատ ես նայում քեզ, յանի ով ես դու ես ով եմ որ։ Ինչի՞ պիտի ինքը դες նայի քեզ, գրած է, դες նայում է։ Գրված է ամեն վարքյան ես քեզ այցելում եմ։ Ամեն վարքյան մոտենում եմ քեզ, ամեն վարքյան քո ներսի մեջ շրջում եմ։ Այ քեզ բան։ Ոռոգում եմ։ Եսայա 27։ Ինչ է նշում ոռոգել։ Սուրբ Հոգու շիթերը իջնում է քո մեջով անցնում է։ Սուրբ Հոգին հիմա մենք վայելեցինք, բայց նա անընդհատ է այդպես։ Պենտեկոստե օրը իջավ։ Իշմ եք Սողոմոնը տաճարը սարքեց, ինչքան էր 20 տարի հա սարքեց։ Ահագին երկար սարքեց, ինչ որ այա։ Եվ եկավ պահը սեներ, որ իրանք ամբողջ ժողովրդով հավաքվեցին եւ Սողոմոնը աղոթք արեց։ Եվ այդ աղոթքի ժամանակ կրակով տիրոջ փառքը լցվեց տաճարի մեջ, զոհի վրա, եւ ծուխ լցվեց, եւ քահանաները այդ ներկայությունից չէին կարող պաշտոնը կատարեին։ Փնտրեք գտեք սա ժողովուրդ, առանց այս ներկայությունը տեսնելու Պողոս առաքյալը ասում էր, ես գիտեմ ում եմ հավատացել, դու գիտես ում ես հավատացել։ Դու կարող ես գիտենալով գիտես, հոբնել, ականջի ծերով լսել էր, բայց եկավ պահը, երբ որ իր անձը արհամարեց, տեսավ նրա փառքը, ասեց հիմա քեզ տեսնում եմ, երբ որ դու Աստծուն տեսնես, գիտեք ինչ եմ ստեղ, իմ խոսքի մեջ, խորության մեջ ուրիշ մի բան եմ ուզում ասել, Պենտեկոստե օրը միայն Սուրբ Հոգիշները չէր որ եղավ, խոսքի փոփոխություն եղավ մարդու մեջ, խոսքի, դու քո խոսքը ունես, դու քո կյանքը ունես, դու քո կյանքը սիրում ես, իրան տեսնողները իրենց խոսքը փոխել են, իրան տեսնողները իրանց բերանի մեջ դրած երգը փոխել են, մեր Աստծո գովությունը, իրան տեսնողները իրանց ներսի կյանքը չեն սիրել, մինչև հիմա, մինչև ներսիդ կյանքը մահանա, դու չես սիրում, երբ որ իրան ես տեսնում, ինչի որտև քո ներսում կա կյանք, որը բաղկացած է հիմնական 3 մասից, Հովհաննեսը գրում է դրա մասին, աչքերի ցանկությունը, մարմնի ցանկությունը եւ այս կյանքի ամբարտավանությունը, եւ Աստված Եզեկիելի մարգարոյության մեջ մարգարեին խոսում է եւ այսպես ասում, այսօր մեզ ասում այդ խոսքը, Որդի մարդո, եթե դառնաս, ասենք դառնաս, շրջվել, հոգով, ներսի կյանքով, քո գաղափարներից, քո մտքերից, քո տեսակետից, քո ճաշակից, քո տեսանկյունից, քո հպարտությունից, քո փառքից, եթե դրանցից որոշես դառնաս, ինձի պիտի դառնաս, ինձ, նրան, որ ամբողջ գիշեր նայում է քեզ, նրան, որ խաչի վրա չխնայեց իր կյանքը, նրան, որ քեզ ուզում է փրկի երկինք տանի, նրան, որ ասեց այսպես, հայր, ես ուզում եմ, որ նրանք, որ ինձ հավատում են, լինեն այնտեղ, որտեղ ես եմ, այսինքն երկնքում քո փառքի մեջ, որ իմ փառքը տեսնեն, գիտեք խի, որ իր փառքը տա քեզ, որտեղ ինքը այդքան շատ սիրում է քեզ։ Միթե այս ամենից հետո դու քո ծույլ տեղից չես կանգնելու ծնկի վրա, այնքան աղոթես մինչև իրան տենաս,
այնքան ծոմ պահես, լացես, ողբաս, ապաշխարես, զղջաս, քո հոգու աշխարհի պիղծ մտքերից, որտեղ մարդու մեջ բացի պղծությունից ուրիշ բան չկա, որ դու դառնաս իրան։ Եվ Տերը ասեց, եթե դառնաս, ինձի պիտի դառնաս, եւ եթե պատվականը անարգից տարբերես, իմ բերնից պես կլնես։ Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգի նշնելուց հետո մենք տեսնում ենք, որ Պետրոսը դարձավ իր բերանի պես։ Երբ որ Անանիա Սափիրան եկան, հիշում եք այդ պահը ոնց եղավ։ Ոչ աղոթում է, ոչ տեղի չարժվում է։ Անանիա, տեսեք ոնց որ արդեն ոչ Պետրոսը չլինի, նայում ես Պետրոս չկա այդտեղ։ Ուղի խոսք է գնում, նա կյանքի փոփոխություն է եղել։ Պետրոսի սրտի խոսքը դուրս է եկել Աստծո խոսքն այնտեղ։ Անանիա, արդյոք այս գնով ծախեցիք տունը։ Տեսեք Պենտեկոստորի նավին չէր աշկա եղել։ Նա ներքին աշխարհի։ Այո, ասում է։ Այդ ո՞նց եղավ ասում, դու սուտ ես խոսում, ոչ թե մարդուն, այլ Աստծուն։ Հիմա կողքից որ լսես, կասես Պետրոս, իսկ ես Աստծո տեղ ես դրել։ Ասենք որ լսում ես, դե Աստված չի երևում, չէ, այն երևույթ է, բայց ներկա է։ Բայց Պետրոսը չի խոսում, խոսում է խոսքը, այն խոսքը, որ սկզբից էր, եւ Աստծո մոտ էր, եւ Աստված էր, եւ այդ խոսքին սուտ խոսալը ծանր մեղք է, մահացու մեղք է, եւ խփեց Աստված մահացավ։ Խոսքի փոփոխություն։ Ես ուզում եմ ուշադիր նայեք Սավուղ թագավորին։ Երբ որ Սավուղ թագավորին խոսք էր եղել, Աստված ասել էր կսպասես մինչև գգամ, Սամվելի բերանով, զոհ չանես, պատերազմ չգնաս, մի հատ խոսք էր եղել, այս խոսքը պետք է պահեր, և հիմա Աստված փորձում է և ասել է սպասի, Պենտեկոստեից առաջ էր, Աստված ժողովրդին դիտ 120 հոգուն ասել սպասեք, նույն բանը, սպասի, ստեղ սպասի, ուղղակի ժամանակը շատ կարճ է, ես արագ ասեմ, հիշում ենք, որ Սավուղը սպասեց, թե չէ, չսպասեց, չէ, և գիտեք ինչ ասեց Սամվելը, կարճ եմ ասում, հիմա այսօր, այստեղ, քո թագավորությունը պիտի հաստատվեր հավիտյան, ես այդ խոսքը չեմ հասկացել, ոնց կարար մի օրում թագավորությունը հավիտյան հաստատվեր, ոնց կարար մի օրում մի բանը անես, չանես, և դրանով գլոբալ քո կյանքը փոխվի, այո, այդ օրը Սավուղը կամ դիլներ հավիտյան, օրհնյալ կամ անիծյալ, Պենտեկոստի օրը Պետրոսը, որ համբերեց ամբողջությամբ, նա դարձավ օրհնյալ, և Եղիսեն հիշում եք, որ Եղիան ասեց, եթե ինձ տեսնես հափշտակվելուց, կլնես օրհնյալ, մի օրում եղավ, թե չէ, մի վայրկյանում եղավ, որտև կա պահ, որ փոփոխություն առնում, ոնց որ գիտեք ոնց, որդը, որ սենց ճիճում, որ գնում է, չէ, որդը, մեկ էլ լինում է, որ սենց մեջից բացում է, թիթերը թռնում է, այ քրիստոնյաները սենց իրավիճակ ունեն, կա պահ, որ եթե դու նրա փառքը սիրես Հակոբի պես, եթե փնտրես նրա փառքը, կգա մի օր, որ Տերը կասի, անունդ ինչ է, շատ եմ սիրում այս տեղը, շատ եմ սիրում, Հակոբը գիտեք, ես վստահ եմ, որ վշտացած ասում է, Հակոբը մի այդքան էլ լավ բան չի նշանակում, էլի, խափող, և ինքը տեսնում ենք, վկայությունները կա, խափեց հորը, ես որ շուստերի հավատացել եմ, տեմ ասեմ, դու Հակոբի թոռն ես, դու հակոբություն մի արա, հիմա ասեմ, քույրիկ ջան, տանը հնազանդվի ամուսնուդ, հակոբություն մի արա, սիրի կիսուրիդ, կիսուր ջան, սիրի հարսիդ, ամուսին, սիրում ես արդյոք քո կնոջը նենց, ոնց որ Քրիստոսն է սիրում, թե չես սիրում, նայում եմ մեր եկեղեցիների մեջ վշտացած ամուսիններ կան, տարիներով, ինչու գիտես, քո խոսքը կենթանի է քո մեջ, պիտի մեռներ, Աստծո խոսքը պիտի կենթանի լիներ, եթե դու քեզ արհամարես, կարաս քո կնոջը սիրես, քո ամուսնուն սիրես, հնազանդվես, եթե քեզ քո հպարտությունը չարհամարես, ես ասել եմ, այդ ճանտամ չես ասել, արմի ասել, այն մեր քո խոսքը քեզ դժոխք կա տանելու, քո խոսքը գալիս է քո սրտի խորքից, որտեղ է երեք
թակավորությունները աչքի ցանկության, մարմնի ցանկության, այս կյանքի ամբարտավանության, լինելով հավատացյալ 40 տարի, դու դեռ դա պետք է պաշտես։ Պենտեկոստ ենք տոնում, քո ներսում Պենտեկոստյա թե դժոխք կա խոստովան այսօր։ Ով կոզի աղոթենք դրա համար։ Եկեք աղոթենք, որ դժոխքը փոխվի սենը։